Անուշ, նաև ձեզ լսենք, հայ առաքելական եկեղեցու որպես ակտիվ հետևորդ այն հայտարարությունների մեծ բաժինը նաև հայ առաքելական եկեղեցուներ ուղված, ասեց խորաններից հակամարտության կոչեր են արվում, ընդդեմ խաղաղության կոչեր են արվում, ինչպիսի Հայաստան եք պատկերացնում եւ ինչպիսի եկեղեցի ձեր շարժման գաղափարախոսությունը այս առնչությամբ որն է։ Ես չեմ ցանկանում Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն մեկնաբանել, ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու զավակ եմ, 13 տարի ծառայել եմ Արարատյան հայրապետական թեմում, հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով ինձ հեռացրել են թեմից, որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Սարգիս եկեղեցի եկավ եւ հրահանգեց զեղչել Վեհափար հայրապետի անունը, մենք երիտասարդներով չզեղչեցինք հենց ինձ որպես Արարատյան հայրապետական թեմի ծրագրերի համակարգող Արարատ միության ատենապետ հեռացրեցին, երևի այսքան է այս պահին։ Դուք ձեր քայլերով, այսինքն ապացուցել եք։ Այո, ես կանգնած եմ Ուժեղ Հայաստան կուսակցության կողքին, Սամվել Կարապետյանի կողքին, որովհետև հենց նա հայտարարեց, որ կանգնած է եկեղեցու կողքին, հենց այդ հայտարարության պատճառով էլ ինչպես տեսնում եք, նա դարավ քաղբանտարկյալ։ Իսկ տեղյակ եք հիմա ինչ տրամադրություններ են թեմում։ Չմեկնաբանեմ այս պահին։ Երիտասարդները եկեղեցու մեջ են, եկեղեցու կողքին են, Վեհափար հայրապետի կողքին։ Շնորհակալություն։